Բայց ձեզ սիրելի հետևորդներ, թվանքի հերթական եթերն է, ձեր Արման Ղազարյանն է, ես 12 տարեկանն եմ։ Ձեզ կներկայացնեմ իմ առաջին զենքը MP512-ի մոդելի պնևմատիկ հրացանը։ Տվյալ պնևմատիկ հրացանի քաշը կազմում է 2.8 կիլոգրամ։ Իրանը պատրաստված է պլաստիկից, զենքի երկարությունը կազմում է 102 սանտիմետր։ Նաև առկա է մեխանիկական նշանոց, սակայն կարելի է տեղադրել մեր օպտիկական նշանոցը։ Տվյալ դեպքում տեղադրված է Gamo ֆիրմայի օպտիկան, որը կարող է խոշորացնել 3-ից 9 անգամ։ Օպտիկայի վրա առկա է ցանցի լուսավորման հնարավորություն։ Օպտիկան ամրանում է զենքին ծիծեռնակի պոչ ամրացման մեխանիզմով։ Զենքի փողի երկարությունը կազմում է 44.5 սանտիմետր։ Փողի մեջ առկա է 4 ակոս։ Ակոսները նախատեսված են գնդակի պտույտ տալու համար, որպեսզի գնդակը թռչի ավելի հեռու եւ ավելի դիպուկ։ Զենքի հզորությունը կազմում է 3 ջոուլ։ Նշեմ, որ մինչև 7.5 ջոուլ հզորությամբ զենքերը կարելի է գնել առանց փաստաթղթերի։ Զենքը աշխատում է զսպանակամխոցային մեխանիզմով։ Կան նաև ուրիշ մեխանիզմներ, որոնցից է օրինակ PCP համակարգը։ Զսպանակամխոցային մեխանիզմով աշխատող զենքերը ավելի հասանելի են եւ ավելի մատչելի են, սակայն PCP համակարգով աշխատող պնևմատիկ զենքերը ավելի դիպուկ են կրակում, բայց ավելի թանկ են։ Զենքի մասին այսքանը, առաջարկում եմ գնանք եւ փորձարկենք, թե ոնց է նա կրակում։ Եկել ենք զենքը փորձարկելու, սկզբից ծանոթանանք անվտանգության կանոններին։ Անվտանգության կանոնները հետևյալն են։ Զենքը մեր ձեռքը վերցնելուց առաջ պետք է համոզվենք, որ մեջը կոտորակ չկա։ Տվյալ դեպքում մենք զենքը ծալում ենք եւ փողի մեջ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի կոտորակ չլինի։ Նշեմ, որ այս գործողությունը կատարելուց զենքը չի լիցքավորվում։ Զենքը չենք պայմանում ուղղությամբ, որ ուղղությամբ չենք պատրաստվում կրակենք։ Տվյալ դեպքում զենքը պահում ենք դեպի կրակադաշտը։ Մյուս կետը։ Կրակելուց առաջ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի թիրախի շուրջը, հետևը եւ առաջը չլինեն մարդիկ եւ կենդանիներ։ Եվ վերջին կետը, մատը դնում ենք զքանին միայն այն ժամանակ, երբ մենք նշանը բռնել ենք եւ պատրաստվում ենք կրակել։ Զենքը լիցքավորելու համար մենք պետք է ծալենք իր փողը, տեղադրենք մեր կոտորակը եւ ծալենք փողը։ Ամեն լիցքավորելուց մեր ապահովիչը ավտոմատ միանում է։ Զենքը հենում ենք հենարանին, ձեռքը դնում ենք զենքին, հենում ենք ուսին եւ թուշը դնում ենք խզակոթի վրա։ Աչքը չենք կպցնում օպտիկական նշանոցին, այլ պահում ենք այն հեռավորության վրա, որպեսզի պատկերը ամբողջությամբ երևա։ Անջատում ենք ապահովիչը, մատը դանդաղ հավասարաչափ քաշում ենք եւ կրակում։ Կրակելու ենք 15 մետր, 4 կոտորակ, տեսնենք թե ինչ փունջ կհավաքենք։
Վերջ, մոտենանք, տեսնենք, թե ինչ փունջ ենք հավաքել։ Մեր փունջը տեղավորվում է 3.5 սանտիմետրի մեջ, ինչպես տեսնում եք, զենքը ունի որոշակի շեղվածություն, դիպման միջին կետը մոտավորապես այստեղ է։ Շեղվածությունը կազմում է 3.5 սանտիմետր վերև և 3 սանտիմետր 2.5 սանտիմետր դեպի աջ։ Գնանք նշանազարկի բերելու մեր սիրելի զենքը և փորձարկենք։ Մեր օպտիկական նշանոցը մի կլիկը կազմում է 1/4 մոա։ 1 մոան 100 մետրի վրա կազմում է մոտ 30 միլիմետր։ Հետևաբար 100 մետրի վրա 1 կլիկը կտա 7.5 միլիմետր շեղվածություն։ Քանի որ մենք կրակում ենք ոչ թե 100 մետր հեռավորության վրա, այլ 15 մետր հեռավորության վրա, մենք 7.5-ը բաժանում ենք 100-ի և բազմապատկում ենք 15-ով։ Քանի որ մենք կպել ենք 3.5 սանտիմետր դեպի վերև, մենք անելու ենք 35 կլիկ դեպի ներքև։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 4, 5 և 6 և 22 կլիկ դեպի ձախ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 19, 20, 21, 22։ Վերջ, զենքի ճշտադրումը ավարտվեց։ Ինչպես նկատեցիք, զենքը շատ հարմար է երեխաներին կրակել սովորացնելու և մարզվելու համար, դրա այդ պատճառով ես ձեզ խորհուրդ կտամ ձեռք բերեք այս զենքից։